Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գարուն Թաֆյանն եմ, կարևորի մասին նախամարում։ Պարգևավճարներ բաժանելու իրական նպատակը Հայաստանի առաջիկա ֆինանսական ծրագրերն ու նախորդ տարվա կատարողականը, ֆինանսների գերատեսչությունն ամփոփել է տարին։ Այս քայլը անելը բավականին մի քիչ կարելի ասել խիզախ քայլ է, այս քայլը անելը։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռը կրկին ազատ է, ինչու է հրաժարական տալիս գործող նախագահը։ Խաղաղության երկու երեսը, դրական հայտարարություններ Դավոսից ու մտահոգիչ և հակասական հայտարարություններ արտաքին հետախուզության ծառայությունից։ Թանկացում առանց իրական պատճառների, հեղուկ գազի գնի առեղծվածային թանկացումը։ 365 հաղթանակ 365 օրվա ընթացքում Սպիտակ տունը հայտարարություն է արել։ Պետական պարտքն աճում է, բայց պետք է ոչ թե դրա մասին խոսել, այլ դրա համամասնության։ Սա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առաջարկն է։ Նրա խոսքով պարտքն ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ։ Պետություններ էլ կան, որ տրիլիոններով պարտք ունեն։ Էականն այն է, որ մեծացել են պարտքը մարելու հնարավորությունները։ Ծախսերը, որը մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել այնպես, որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ ձեր ասած աճի պայմաններում, խնդիր չունենալ այդ մեծացած պարտքը սպասարկելու ուղղությամբ։ Իսկ պետական պաշտոնյաները պարգևավճար են ստացել, որովհետև շատ լարված ու ստրեսային աշխատանք են անում։ Հովհաննիսյանի խոսքով պետք է որոշ սոցիալական խնդիրների մասին չմտածեն, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը կատարելության հասցնել։ Չի ասի, որ սա պարգևավճար է, որովհետև դա ըստ էության այդ աշխատավարձի բարձրացումն է, ուղղակի մի փոքր այլ եղանակով։ 2026-ին Երևանում տեղի կունենա COP17-ը 20,000-ից ավելի մասնակիցներով։ Հովհաննիսյանը շեշտել է, որ սա աննախադեպ ծավալ է մեր պետության համար։ Հիմա աշխատում են անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծելու համար։ Տեղափոխվենք խորհրդարան, ազգային ժողովը քառօրյա նստաշրջանի օրակարգն սպառել է, պատրաստվում է կառավարության հետ հարցուպատասխանին։ Իսկ այդ ընթացքում հրաժարականի դիմում է ներկայացրել ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը։ Նրա խոսքով այս կերպ օրինակ է ծառայում, եթե սխալվում են, ապա պետք է առերեսվել սխալների հետ եւ ուղղել դրանք։ Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է։ Կարծում եմ, սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը։ Միաժամանակ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել եւ չընդգրկվել առաջիկա խորհրդարանի ընտրությանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում։ Հռիփսիմե Հունանյանի նշանակումը դարձել էր բազմաթիվ քննադատությունների առիթ։ Նա աչքի էր ընկել բարձրագույն կրթություն չունենալով, ուղղագրական ու կետադրական սխալներով եւ արտահայտած անհասկանալի մտքերով։ Երբ նոր էր ընտրվել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ռեպորտաժ էինք պատրաստել նրա մասին։ Դիտենք ու վերհիշենք, թե ով է Հռիփսիմե Հունանյանն ու ինչ ճանապարհ է անցել նախքան խորհրդարան հասնելը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 61-ը, քվեատուփում արկա եղել 61 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հռիփսիմե Հունանյան կողմ 61 դեմ 0։ Որոշումն ընդունված է, շնորհավորում եմ Հռիփսիմե Հունանյան եւ հաջողություն եք մաղթում։ Ինչ չափորոշիչներով է առաջնորդվել իշխանությունը ՔՊԱ-կան նախկին բուժքրոջը այս պաշտոնում առաջադրելու համար։ Խմբակցությունը առաջադրում է Տիկին Հունանյանի թեկնածությունը, հաշվի առնելով վերջինիս գիտելիքներն ու փորձառությունը առողջապահության ոլորտում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հռիփսիմե Հունանյանը, որը չի կարևորում բարձրագույն կրթություն ունենալը,
եւ որը այսօր ընտրվեց ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը։ Չնայած քննադատություններին, որ չունի բարձրագույն կրթություն, Հունանյանը վստահ է, որ միջին մասնագիտական կրթությունը բավարար է ղեկավարի աշխատանք կատարելու համար։ Նա ընդգծում է, որ իր նկատմամբ քննադատություններով կասկածի տակ է դրվում միջին մասնագիտական կրթությունը, որին Հայաստանում տիրապետում է 16500 բուժքույր եւ առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար կլինի։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, գիշեր եւ ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն, անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ հոգատարությունը թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում։ 2004-ից 2007 թվականներին նա աշխատել է Նորք Մարաժ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում որպես բուժքույր։ 2007-ից 2011 թվականներին հերթապահության պատասխանատու։ 2011-ից 2018 թվականներին վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, իսկ 2018-ից 2021 թվականներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր։ Ըստ Հռիփսիմե Հունանյանի, նա մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքական կյանքում։ 2015 թվականից անդամակցում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ եղել է կուսակցության հիմնադիր անդամներից մեկը։ 2021 թվականի հունիսի 20-ին Հունանյանը ընտրվել է ազգային ժողովի падգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով։ Նրա խոսքով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրել է այն պատճառով, որ կուսակցության գաղափարները այն ժամանակ եւ հիմա իրեն հոգեհարազատ են։ Նա ամուսնալուծված է, ունի 1 զավակ։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Խաղաղությունը 2:30-ի, մեկը Դավոսում արված հայտարարություններն են դրական ու բարեկամական բովանդակությամբ, մյուսը արտաքին հետախուզության ծառայությանը։ Մի կողմից զգուշացնում է Բաքվից եկող վտանգավոր խոսույթի ակտիվացման եւ դրա հնարավոր հետևանքների մասին, մյուս կողմից էր հայտարարում, որ Հայաստան-Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չկա։ Ըստ զեկույցի Վաշինգտոնյան հռչակագրից հետո Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվել Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի օրակարգից, այլև էականորեն ուժեղացրել է այդ քարոզչությունը, ստեղծելով ռիսկեր տարածաշրջանային կայունության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ինչ է թաքնված հակասական այս հայտարարությունների հետևում, Սեդա Մակարյանն է պարզել։ Պատրաստ է արդյոք Ադրբեջանը հակամարտությունը նոր ձևաչափով տեղափոխել Հայաստանի տարածք։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հավանական չի համարում, միևնույն ժամանակ մտահոգ է, փորձում է հասկանալ Ադրբեջանի խոսույթը ինչ զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։ Ադրբեջանն այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման եւ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։ Թեպետ ծառայությունն իր զեկույցում մտահոգություն է հայտնել Բաքվից եկող հայտարարությունների մասին, բայց չի դադարում պնդել 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական։ Խոսրով Հարությունյանը ծառայության զեկույցը քաղաքական փաստաթուղթ է համարում։ Absolut քաղաքական նպատակ է հետապնդում։ Նա խոսում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին, չէ՞, կամ Իսրայել-Իրան կոնֆլիկտի մասին։ Եվ որևէ կապ, թե այդ ամենը ինչպես է անդրադարձում Հայաստանի անվտանգության համար, ոչ մի կապ չկա։ Զեկույցի հաջորդ կետով ԱՀԾ-ն հակասում է ինքն իրեն։ Փաստ է, որ հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին ավելի շատ են խոսում։
Նախաբանին էլ է ասում, դա մեծ առաջի հատվածում նշում է, որ խաղաղությունը ոնց որ արդեն հասանելի, նույնիսկ անշրջելի, եւ իսկույն ավելացնում, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող այդ արևմտյան Ադրբեջան խոսույթը ըստ էության դա ոչ այլ ինչ է, որ սպառնալի խաղաղությանը, եւ դրանից հետո ամրապնդել կամ պնդել, թե մենք արդեն մոտեցել ենք խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը, կներեք այստեղ հակասություններ կան լուրջ։ ԱՀԾ-ն նաև խոստացել է 2026 թվականին կհետևի Բաքվի հայտարարություններին, հասկանալու համար դրանց պետական քաղաքական նպատակները, փորձելով պարզել նպատակ կա արդյոք հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե խոսքն առնչվում է միայն Ղարաբաղի հայերի վերադարձի հարցին։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզը ինքը լիովին հնարածին թեզ է, ապա որևէ մեկը չի կարող ասել, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը հնարված է։ Սա հնարված իրավունք չէ, դա իրական հաստատաթղթավորված իրավունք է։ Եվ այստեղ եւս մենք գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե մենք ասենք վերադառնանք Արցախ, նրանք էլ կասեն մեր արևմտյան Ադրբեջան կենսունի, սրա այսպես դատումն է արտաքին հետախուզական ծառայության։ ՔՊԱ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին է մտահոգություն հայտնել Բաքվից եկող հայտարարությունների վերաբերյալ։ Իշխանական պատգամավորը կիսում է ծառայության մտահոգությունները, բայց կարծում է, որ Բաքուն մեղմել է իր խոսույթը։ Դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում, եւ անընդհատ այս մեսեջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն process-ներին, որոնք հիմա տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է։ Մինչ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ իրեն չի հետաքրքրում այլ երկրի ռազմական բյուջեի չափը, Ադրբեջանն այն 2023 թվականից մինչև հիմա ավելացրել է 44%-ով, ինչն էլ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը խնդրահարույց է համարում։ Մասնավորապես զեկույցում նշված է, որ դա տեղի է ունեցել այլ ոլորտների բյուջեի կրճատման հաշվին։ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է համարվում նաև Իրան-Իսրայել հակամարտությունը։ Ըստ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականին Իսրայել-Իրան փոխադարձ կրկնվելու ռիսկը կպահպանվի, ընդլայնելով Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Դավոսում ընթանում է համաշխարհային տնտեսական ֆորումը, որտեղ հավաքվել են աշխարհի քաղաքական ու բիզնես առաջնորդները։ Այնտեղ են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն փակել են պատերազմի էջն ու սկսել են խաղաղության գործընթաց։ Նրա խոսքով հեռու չէ այն օրը, որ հայկական բեռները կանցնեն ուղիղ Ադրբեջանի տարածքով։ Այսպիսով մենք ունենք փաստացի եւ միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է, փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ Դավոսում հայտարարել է, որ տարիներ անց սովորական է դառնալու այն փաստը, որ Հայաստանից կամ Ադրբեջանից մարդիկ կարող են հատել սահմանը, առևտուր անել եւ օգտվել այլ առավելություններից, որոնք կան այսօր։ Եվ այս ամենը ըստ նախագահի միայն հաստատված խաղաղության շնորհիվ է։ Depends on the leaders of our two countries. Հավատացնում եմ, սա սովորական չէ մեզ համար։ Մինչ այս համաձայնագրերի ստորագրումը մենք արթնանում էինք, հետաքրքրվում, թե ինչ է կատարվել սահմանին, իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, ինչը մեզ սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Այժմ մենք նույնիսկ մոռացել ենք դրա մասին, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով։ Հայաստանն ու Ադրբեջանը կհաջողեն եւ կբացեն սահմանները, քանի որ կան հստակ պայմանավորվածություններ հիմնված տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի վրա։ Նորահազանգ Մասյացոտնի թեմից Վեդիի համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Սարգսյանին եւ փորձել համոզել միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Տեր Հովսեփը գործընկերոջս պատմել է, որ հանդիպումը տեղի ունեցել 3 եկեղեցում բարեկամական զրույցի ձևաչափով։ Իրենք եկել են ինձ մոտ, սիրով ընդունել եմ իրենց եւ զրույց ենք ունեցել, այդ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել այս օրերին կատարվող իրադարձություններին եւ ինձ առաջարկություն է արվել միանալու մեր թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարգսյանին։ Ես կտրականապես մերժել եմ եւ շեշտադրել եմ, որ հավատարիմ եմ եկեղեցու կարգ ու կանոնին եւ հավատարիմ եմ լինելու։ Իրենք եղել են համայնքապետարանի աշխատակիցներ
ես իրենց հետ միշտ հարաբերվել եմ որպես իմ համայնքի անդամներ, հավատացյալներ եւ մինչեւ այդ հանդիպումն էլ մենք շփումներ ունեցել ենք։ Հիշեցնեմ, 3 թեմա հայտարարություններ տարածել ու ահազանգ հնչեցրել, որ քահանաներին ստիպում են միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ Էպիսկոպոս Սարոյանին։ Ըստ ահազանգի որոշ դեպքերում քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները, պահանջը ներկայացնելով որպես Գևորգ Էպիսկոպոսի որոշում։ Հորդորներին, առաջարկներին եւ ճնշումներին քահանաները չեն ենթարկվել։ Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 365 օրվա ընթացքում տարած 365 հաղթանակների ցանկը։ 50 տարվա ընթացքում առաջին անգամ միգրացիայից սպանությունների պատմության մեջ գրանցված ամենամեծ անկումով, տրիլիոնավոր ներդրումներով, բազմաթիվ պատերազմներին վերջ դրող խաղաղության հավասարագրերով, ռեկորդային էներգիայի արտադրությամբ եւ բյուրոկրատիայի զանգվածային կրճատումներով նախագահ Թրամփն Ամերիկան դրել է առաջին տեղում եւ նա նոր է սկսում։ Հաղթանակների ցանկում 149-րդ համարի ներքո նշվել է, որ Թրամփը միջնորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։ Քննարկել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացման, տնտեսական, առևտրային, էներգետիկ եւ այլ ոլորտներում գործակցության ընդլայնման լայն հնարավորությունների առկայության վերաբերյալ հարցեր։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել մեկ ուրիշի տարածքը, ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում, ոչ աշխարհի որևէ այլ վայրում, հայտարարել է Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է նկար, որտեղ նա Գրենլանդիայում ԱՄՆ դրոշն է բարձրացնում։ Նկարին կից գրառման մեջ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցում համաձայնել է Գրենլանդիայի թեմայով տարբեր հանդիպումներ ունենալ Դավոսում։ Մենք պետք է արձագանքենք դրան, այլևս իմաստ չունի մեղմ լինել, հայտարարել է Բելգիայի վարչապետն անդրադառնալով Գրենլանդիան բռնակցելու եւ դրան դեմ եվրոպական 8 երկրի նկատմամբ մաքսատուկ սահմանելու Թրամփի սպառնալիքներին։ Եթե ինչ-որ մեկն ասի, ես ուզում եմ ձեզնից խլել ՆԱՏՕ-ի տարածքը, թե չէ առևտրային պատերազմ կսկսեմ, ապա մենք կսկսենք առևտրային պատերազմ, ասել է Բարդը Վևերը։ Թրամփի հետ սաունա գնալը կօգներ լուծել Գրենլանդիայի հարցը, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ The Washington Post-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Դավոսի համաժողովում հավաքվելու են գրեթե բոլոր եվրոպական երկրների առաջնորդները։ Երբեմն լավ է դադար վերցնել, գնալ սաունա, լավ թուլանալ, դրանից հետո նոր լավ լուծում գտնել, կատակել է նա։ Թրամփը 58 երկրների առաջնորդներին հրավիրել է մասնակցելու խաղաղության խորհրդին, Axios-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով Թրամփը հավանաբար կհակադրի խաղաղության խորհրդի գործունեությունը ՄԱԿ-ի աշխատանքին։ Այս պահին ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող ենք մենք եւ Ռուսաստանը միասին լինել որևէ խորհրդում, ասել է Զելենսկին խաղաղության խորհրդին իր մասնակցության մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն Ուկրաինայի նախագահին նույնպես հրավիրել է մասնակցելու Գազայի հարցով խորհրդին։ Եվրոպայի ներկայիս առաջնորդների հետ որևէ համաձայնության հասնել ամենայն հավանականությամբ չի ստացվի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրանք չափազանց խորն են խրվել Ռուսաստանի նկատմամբ պատելության մեջ, ընդգծել է նա։ Միչիգանում ձյան տեղումների պատճառով բախվել է ավելի քան 100 մեքենա։ 10,000 պարող էլ հայտնվել է Հնդկաստանի մարզադաշտում։ Հնդկաստանում տեղի ունեցել թիթեռների պարը։ Բագուրումբա պարը խորհրդանշում է ծաղիկներ, թիթեռներ եւ արտացոլում մարդկային կյանքի եւ բնական աշխարհի միջև ներդաշնակությունը։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ոսկու գինը կտրուկ աճել է, հասնելով մեկ ունցիայի համար $4,800-ից բարձր ռեկորդային մակարդակի։ Թանկարժեք մետաղի շուկայական գինը բարձրացել է 2.1%-ով, հասնելով մեկ ունցիայի համար $4,862։ Կապիտալ.com-ի շուկայի ավագ վերլուծաբան Քայլ Ռոդան ասել է, որ ոսկու գնի նման աճը պայմանավորված է Միացյալ Նահանգների նկատմամբ վստահության կորստով, որն առաջացել է եվրոպական երկրների համար մաքսատուրքեր սահմանելու եւ Գրենլանդիան գրավելու Թրամփի հայտարարությունների պատճառով։
Զուգահեռ Հայաստանում հեղուկ գազի գինը շարունակում է թանկանալ, առաջացնելով բազմաթիվ հարցեր։ Լցակայաններում այսօր 1 լիտրի արժեքը տատանվում է 250-ից 340 դրամի միջակայքում։ Իշխանությունը պատճառը բացատրում է Իրանի ներքաղաքական վիճակով ու վերին Լարսի փակ լինելու հանգամանքով։ Մինչդեռ մասնագետները պնդում են հեղուկ գազի դեֆիցիտ չկա, իսկ թանկացումն ունի արհեստական բաղադրիչ։ Ինչու է հեղուկ գազը թանկանում, ովքեր են դրանից շահում եւ ինչ նոր ռիսկերի մասին են խոսում մասնագետները, դիտենք ռեպորտաժը։ Վարորդներին վրդովվեցրել է հեղուկ գազի գինը։ Լցակայաններից մեկում 250 դրամ է, մի կետում 270, մյուսում 280, այսպես մինչև 340։ Մոտ եմ ապրում, ստեղ կա, այստեղից լցնում եմ։ Բայց գինը հարմար է ձեզ։ Չէ, բնական է, ինչքան էժան, այնքան լավ։ Լարսը փագա, Պարսկաստանը լիրար են ուտում, փակ թանկացել է, բան չի թանկանում։ Պատճառը ասում են ճանապարհներն է, բայց դե ամեն տարի էլ ճանապարհները փակվում է, էլի, չեմ կարող ասեմ։ Այսքան աճ երբևէ զգացել եք։ Ոչ, այսքան չեմ զգացել։ Ամենաշատը որ եղել է անցած տարի 250-ը բարձրացած եղել, դա էլ երկար չի պահել։ Դժգոհությունը չի դադարում նաև սոցիալական ցանցերում։ Ենթադրում են, փորձում վերլուծել վիճակը, թե ինչու հեղուկ գազի գինն այսքան բարձրացավ։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ ասում է, պատճառն Իրանի ներքաղաքական կյանքն է եւ վերին Լարսի փակ լինելը։ Քանի որ երկուսն էլ այս պահին փակ են, այլընտրանքային ճանապարհ են ընտրել։ Շուտով ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի Ադրբեջանով, որպեսզի չառաջանան խնդիրներ։ Որ կամաց ադրբեջանականը բերեն, ստիպելու են մարդկանց, որ իրենց ավտոները այդ բենզինով ու գազով քշեն։ Մարդիկ էլ չեն կարող չքշեն։ Բայց ես դեմ եմ, էլի որ բերում են։ Հայ տնտեսվարողները պահեստավորում են գազն անհրաժեշտ քանակությամբ, հաշվի առնելով եղանակային պայմանները Լարսում։ Իրանից ներմուծման քանակը շատ քիչ է, ինչը երկրում նման դեֆիցիտ ու թանկացում չէր կարող ստեղծել, նշում է Արմեն Մանվելյանը։ Դա արհեստական կերպով ոնց է նշեցի ստեղծված իրավիճակ է, գործող քաղաքական ռեժիմի կողմից եւ որ նպատակն ցույց տալի իբրե Ադրբեջանը իրենք կարողանում են երկխոսության գան, հետագայում էլ հետագա իրանց զիջումային քաղաքականությունը բացատրելու կամ չգիտեմ մարդկանց վրա ծախելու առում։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով խնդիրը քրոնիկ է եւ պայմանավորված է թե եղանակային, թե տարածաշրջանային գործոններով։ Իրանում ստեղծված իրավիճակը ըստ նրա Հայաստանին տնտեսական շրջափակման մեջ է գցում։ Մակարյանը երկու լուծում է առաջարկում. պետության աջակցությունը պահեստավորման ծավալների մեծացման հարցում եւ բեռնափոխադրող ինքնաթիռների գործածումը առաջնահերթ ապրանքների ներմուծման համար։ Խոսելով Ադրբեջանից ներմուծման մասին, տնտեսագետն ասում է. Ադրբեջանը հիմա ջանքեր է գործադրում վերջին այս ստորագրված փաստաթղթերը, որ հունվարի 13-ին եղան տրիպի ուղի հետ կապված։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է նաև հաճոյանալ ԱՄՆ-ին եւ ուզում է ամեն կերպ ընդգծել, որ ինքը պատրաստական է եւ առևտրային գործողությունների մեջ մտնում է, որ միայն դա տրիպով չի պահանջված։ Արմեն Մանվելյանի գնահատմամբ գործող իշխանության քաղաքականությունը տնտեսական առումով Հայաստանը դնում է ավելի խոցելի դիրքում, Բաքվին թույլ տալով ներկայանալ որպես աջակցող կողմ։ Մենք ուզում ենք, որ այդ կախվածությունը այդքան ուժեղ չլինի։ Մենք հիմա պիտի օդային փոխադրումների մասին նաև մտածենք զուգահեռ եւ վերջին հաշվով գտնենք նաև հնարավորություններ այլ ճանապարհներ գործարկելու համար։ Հեղուկ գազի գնի կտրուկ տատանումները պայմանավորված են ոչ միայն արտաքին զարգացումներով, այլև ներսում առկա համակարգային խնդիրներով։ Մինչ իշխանությունը շարունակում է խոսել այլընտրանքային ուղիներից, վարորդները ստիպված են գնել հեղուկ գազը բարձր գնով, սպասելով ոչ թե հերթական բացատրություններին, այլ կայուն ու կանխատեսելի լուծումների առանց նոր կախվածությունների։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ժամը 18-ին եթերում կլինի լուրերի գլխավոր թողարկումը, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, առնչվենք։